Ուրեմն առաջին հարցս վերաբերվում է խոզաբուծությանը, ինձ են դիմել բազմաթիվ այդ ֆերմերներ, որոնք զբաղվում են այդ բիզնեսով, հետևյալ խնդիրը կա Ռուսաստանից հիմնականում ներկրվում են խոզեր, որոնք որ արդեն բերվելով այստեղ նաև մտահոգությունը հետևյալն է, որ ներկրվող խոզերը չեն մաքսազերծվում տոհմայինի անվան տակ եւ այստեղ ուրեմն խնդիր է առաջանում տեղի ֆերմերների մսի իրացման հետ կապված, այսինքն այն մրցակցային պայմանները, որ կա, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տեղական տնտեսվարողների եւ ուրեմն ներմուծված խոզերի հետ կապված եւ այս սրա արդյունքում, քանի որ նաեւ բարձրացել է բավականին թանկացել է կերի արժեքը, այս ոլորտը ուղղակի խայտարակ մի վիճակում է, գլխաքանակը չգիտեմ ձեր մոտ կա տվյալներ թե չկա, համենայն դեպս իմ տվյալներով գլխաքանակը կրճատվում է, նույն գլխաքանակը նաև խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն է իմ տվյալներով կրճատվում, այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում, որովհետև սա պարենային անվտանգության հարց է, վաղը մյուս օր կարող է այդ անասունները չներմուծվեն Հայաստան, ինչ նաև կուրսի հետ կապված, ռուբլու կուրսի հետ կապված նպատակահարմար չլի ներմուծումը, բայց մենք տեղում այս ոլորտը պահելու խնդիրը ունենք, սա մի հարց, երկրորդ հարցս ուրեմն վերաբերվում է գյուղատնտեսության մեկ այլ ճյուղի ինտենսիվ այգեգործության հետ կապված ես նորից էլի ծրագիրը լավ է, բան չունենք ասելու, բայց կոնկրետ ես ուզում եմ հասկանալ, քանի որ ինչքան որ ես տեղյակ եմ, նաև սրա հետ կապված քրեական գործեր կան, որովհետև մարդիկ, որոնք որ գումարներ են վերցրել ինտենսիվ այգեգործության հետ կապված, այլ նպատակներով են ծառայեցրել այդ գումարները, այսինքն գումարը վերցրել են, այգին չկա, սրա հետ կապված ուրեմն ինչ տվյալներ ունեք, ինչ ասելիք ունեք, արձագանքի ժամանակ եւս երկու հարց կա կասեմ։ Խնդրեմ Տիկին Սարգսյան։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Դանելյան, անդրադառնամ խոզաբուծության ոլորտին։ Դուք նշեցիք, որ տոհմային կենդանների տակ բերվում են կենդաններ խոզեր եւ մաքսազերծումը բնականաբար, եթե տոհմային են, չի գանձվում։ Ես պետք է նշեմ, որ 24 թվականի դրությամբ բերվել է շուրջ 1000 գլուխ տոհմային խոզեր, մինչդեռ սպանդի նպատակով հանրապետություն է ներմուծվել շուրջ 74000 գլուխ խոզ։ Հետևաբար թվերը համադրելով չենք կարող ասել, որ տոհմայինի տակ են դրանք բերվել։ Ինչ վերաբերում է խոզաբուծության ոլորտի գլխաքանակի նվազմանը, նշեմ, որ 24 թվականի հունվարի 1-ի դրությամբ գլխաքանակը 6000-ով ավելացել է, 25-ի հունվարի 1-ի դրությամբ դեռևս հրապարակված չէ վիճակագրական կոմիտեի կողմից թվերը, դրա համար երևի սպասենք հրապարակմանը նոր կանրադառնամ, կերի մասով դուք նշեցիք թանկացել է կերը, բայց կերի մասով թանկացում այս պահի դրությամբ չունենք եւ հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից եւ էական փոփոխություն կերի արժեքի համենայն դեպս տվյալ պահին չկա։ Ինչ վերաբերում է ընդհանուր ոլորտի զարգացմանը, նշեմ, որ նախարարությունը հետամուտ է եւ խոզաբույսների հետ բազմիցս քննարկումներ են իրականացվել եւ տեղում բուծողների եւ ներկրողների հետ տվյալ պահին մշակվում է նախագիծ խոզաբուծության զարգացման նպատակով, բայց քանի որ դեռևս նախագիծ է, ավելի մանրամասն կներկայացվի առաջիկայում, նաեւ հանրային քննարկման կդրվի։ Ինչ վերաբերում է ինտենսիվ այգիների հետ կապված քրեական գործերին, դուք ճիշտ նշեցիք, ինտենսիվ այգիների ծրագիրը համենայն դեպս հաջող իրականացվում է եւ նախանշված ցուցանիշները կառավարության կողմից ապահովված են։ Քրեական գործերի հետ կապված ընթացքի մեջ է, ընթանում է քննություն եւ այս պահին որևէ այլ արդյունք ասել չեմ կարող, ավարտից հետո հրապարակային կլինի տվյալները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շուտով տվյալները կգան եւ դուք էլ կհամոզվեք, որ ես բավականին ոլորտին տեղյակ մարդ եմ, հենց այնպես թվեր չեմ ասում,
հաստատ տեսնենք, որ թիվը կրճատվում է, ոչ միայն իմ ժամանակը քանի որ սուղել, ոչ միայն տոհմայինին էր վերաբերում, այլ ընդհանրապես ներկրվող խոզերին, որը որ նորից եմ կրկնում, այն ֆերմերները որ կան եւ բավականին հիմնավորված են ասում, ժամանակս չի հերիքի, որ դա մանրամասն բացատրեմ, եթե պետք է նաեւ գրավոր կներկայացնեմ, նաեւ հաջորդ կարևոր հարցը, որի մասին կուզեմ խոսել, դա լաբորատորիաների հետ կապված խնդիրն է, ինձ նաեւ ահազանգել են, որ այն խոզերը, որոնք որներ են մուծվում, պատշաճ ուրեմն անասնաբուժական այդ գործընթացները չեն անցնում, այսինքն ստուգում չեն անցնում եւ շատ ժամանակ այդ վարակի փոխանցումը նաեւ որ դա Հայաստանում կա, նաեւ այդ ներմուծված խոզերի արդյունքում է, որ հիվանդ խոզեր են ներմուծում եւ սրա վերաբերյալ էլ կուզեմ նաեւ ձեր գնահատականը լսել, սա անչափ կարեւոր խնդիր է եւ մեր լաբորատորիաները պետք է պատշաճ աշխատեն, որ մենք կարողանանք գյուղատնտեսություն ունենանք, եթե լաբորատորիան չի գործում, եթե մենք որակյալ կադրեր չունենք, անասնաբուժներ չունենք, լաբորատորիաներ չունենք, գյուղինստիտուտը չնայած ձեր հետ կապված չի, բայց եթե որակյալ կադրերով չի ապահովում ոլորտը, ոլորտի զարգացման մասին ուղղակի խոսելը անիմաստ է։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա, շատ լուրջ անելիք կա։